Մինասյան, սա վերջի չէ, նախավերջի ես պետք է խոսեմ։ Տիկին դատախազ իրականում եզրափակիչ ելույթի է գրանցվել, որպեսզի զեկույցին անդրադառնամ եւ այն բաց մնացած հարցերը, որոնք որ չէի հնչեցրել դրանք տամ, բայց ցավոք սրտի մեր ընդդիմությունը այնպեսի բոցաշունչ տեքստեր ասեց, ես խնդրում եմ չընդհատել ինձ, ես ձեզ շատ մանրամասն լսել եմ։ Խնդրեմ Տիկին Մինասյան, պարոն Մինասյան, խնդրեմ։ Ես չնայած որ 99% դեպքերում ձեր հետ համակարծիք չէի, բայց լռում էի եւ լսում էի ինչքան էլ որ դա ինձ դժվար էր։ Խնդրեմ նույնը իրականացնել։ Համենայն դեպս մեր ընդդիմության գործելավոճը տարիներ շարունակ մնացել է նույնը։ Մարդիկ իրենց իսկ պատմության ընթացքում նախորդ թիվ երբ իրանք են իշխանության եղել, հետագայում անգամ հիմա վերջին ընտրություններին իրականացրած օրինախախտումները մշտապես փորձել են պրոյեկտել իշխանության վրա։ Նույնը վերաբերվում է Գյումրիի դեպքով, պարոն Մելքոնյանը ստեղ չի, կուզեի հենց իրեն նայելով ասել, որ պարոն Մելքոնյանը, ձեր խմբակցությունից Գառնիկ Դանելյանը գնացել նստել էին ընտրակաշարք բաժանող ուժերի կողքին ավականու նիստի ժամանակ։ Ընտրակաշարք բաժանող ուժերը այն ուժերն են, որոնք միավորվել են Վարդան Ղուկասյանի շուրջ, որի շուրջ քրեական գործերը արդեն իսկ կա 4 անձել տվել է խոստովանական ցուցմունք, իսկ Վարդան Ղուկասյանը նիստից հետո վերակենում ասում է ԿՊ-ն ընտրակաշարք է բաժանել, լրագրողները հակընդդեմ հարց են տալիս, ասում են ինչի՞ չեք վիճարկում ընտրությունները, ասում են դուք պետք է անեք, ասում են ինչի՞ չեք դիմում դատախազություն, ասում են դուք պետք է անեք։ Մարդը հայտարարություն է անում, որ ինքը ոչ լեգիտիմ ձայներով, այսպես ասած, ընտրված քաղաքապետ է, դրանից հետո մեղադրում է լրագրողներին, ասում է ընդունեք հանցագործության մասին հաղորդում, հետո մամուլով, ոչ մամուլով, ներողություն ավարտեմ, մամուլով, ոչ մամուլով, մարդը եթե ասում է կա, մարդը եթե ասում է կա, պարոն Մինասյան, ապարեսանում եմ ձեր հարցից, Մի վարկյան, Տիկին Մինասյան, պարոն Մինասյան, մի վարկյան, Տիկին Մինասյան, ավարտեք ձեր ելույթը։ Ձեր հարցին էլ պատասխանեմ, մարդը եթե ասում է, որ այս ինչ ձայները կեղծվել են, այն իրան շուրջ հավաքված քաղաքական ուժերի շուրջն էլ կա ընտրակաշարքների վերաբերյալ հաղորդումներ, ուրեմն այդ ամբողջ process-ը ոչ լեգիտիմ է։ Մնացած, եթե իր կարծիքով չի եղել 18 թվականից այն կողմ, թե համայնքային, թե հանրապետական ընտրություններ, որտեղ որ որևիցե քաղաքական ուժ, ոնց որ եղել է նախորդ 30 տարում, դիմել է Սահմանական դատարան կամ այլ մարմիններ, որ ընտրությունները համարի ոչ լեգիտիմ, չի եղել նման ուժ։ Եթե դուք կարծում եք, որ ընտրակաշարք է բաժանվել, ընտրությունները խախտվել, այնտեղ հայտարարում են ես միշտ ցուցակների մասին, որոնք ընդհանրապես հրապարակված տվյալներ են մարդկանց, չի եղել քաղաքական ուժ, որ վիճարկի ընտրությունների արդյունքները 18 թվականից այսքան։ Ես չի եղել նման բան։ Տիկին Մինասյան, մի վարք, ես թվականին մենք ենք պարոն Մինասյան, պարոն Մինասյան, Տիկին Մինասյան, կնմիջեմ նիստը ժողովուրդ։ Մի վարկյան, 21 թվականին ընդդիմությունը վիճարկել է հանրապետական, համապետական արդյունքներն են։ Տիկին Մինասյան, դեռ ես եմ նիստը վարում, կամ հոգնել եք Համապետական ընտրության արդյունքները վիճարկել են Սահմանադրական դատարանում։ Թիմ ընտրությունների արդյունքները վարչական դատարանը վիճարկել են թե ոչ, հիմա այդ ինֆորմացիան կարող է իրականության մի վարկյան կարող համապատասխան, կարող չհամապատասխանի, բայց սա պարզապես քաղաքական խոսք է, քաղաքական վերլուծություն, անձը ներկայացնում է իր մոտեցումները։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտի։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտի։ Ինչ որ դուք Պարոն Մինասյան, ձեր ելույթը 100%-անոց ճշմարտություն չէր, առավել քան ես այնտեղ մենակ մի հարցում կարամ ձեր հետ համաձայն լինեմ, որ պետք է այո օրինականությունը հավասար լինի բոլորի համար, թե ընդդիմության, թե իշխանության, այո գործերի ձգձգումները խնդիր են, միայն այդ դիտարկման հետ եմ համաձայն, մնացած 90% ձեր ասած թեզերը ամբողջությամբ հերկվելի են։ Հիմա հերթով անցնեմ առաջ, ասում ընտրակաշարքը ինչի՞ չի վերաբերվում իշխանություններին, ինչի՞ տենց բան չեք հաղորդում չեք ընդունում։ Տիկին դատախազ, ես խնդրում եմ ձեզ հաղորդման հանցագործության մասին հաղորդում ընդունել, թե Մեհեր Մելքոնյանի, թե Վարդան Ղուկասյանի հրապարակային հայտարարությունը առ այն, որ
որ ԿՊ-ն ընտրակաշառք է բաժանել։ Եթե հանկարծ ու հանկարծ նման բան կպարզվի, բայց չնայած նրանց հայտարարությունները հիմնված են այսպես կոչված կեղծ էջերի վրա, հղում անելով տեղեկատվության վրա, վստահ եմ այդ կեղծ էջերի հետևում էլ նրանք են կանգնած, ես խնդրում եմ ուսումնասիրության առարկա սարքել։ Հաջորդ հարցը՝ ցեղասպանության ուրացում արտահայտությունը վերջի մի շաբաթվա ընթացքում բազմիցս լսել ենք։ Ինձ համար դա ամենամեծ ցավն է, վիրավորանքն է, որ անգամ ազգային ժողովում են նման տեքստեր հնչում։ Երբ երեք այդ ամենամեծ սուրբ օրով, ամենադաժան օրով լրագրողների մեծամասնությունը քաղաքականացնում էին այդ օրը եւ ամբողջությամբ հարցերը մանիպուլացնելով ասում կպատկերացնեի կարծոք, որ իշխանությունները կգա օր, որ ցեղասպանության ուրացման մասով հայտարարություններ կանեն, ես ապշում էի ուղակի, ապշում փաստ էին ներկայացնում մարդիկ այն, որը երբևիցե տեղի չի ունեցել, որը քրեական օրենսգրքով պատժվում է եւ իշխանությունների այն գործողությունները, որոնք միտված են եղել ցեղասպանության ճանաչման հարցում, կարծում եմ անուրանալի են եւ պարոն Մինասյան, ես հայցում եմ ձեզնից նույն զսպվածությունը այս թեմայով, որովհետեւ այն մեծ ողբերգությունը, որը տեղի ունեցել հայ ժողովրդի հետ, ես կարծում եմ ոչ ընդդիմությանն է պատկանում, ոչ իշխանությանը, ամբողջ հայ ժողովրդինն է եւ հերիք է քաղաքական դիվիդենտներ շահեք ցեղասպանության թեման շահարկելով։ Երրորդ հարցը խտրականության եւ իշխանություն ընդդիմություն հարցի վերաբերյալ ամբողջ հայ ժողովուրդը մեզ մեղադրում է մենակ մի հարցում, ինչի նախկին թալանչիները միջև այժմ պատժված չեն, դուք ասում եք խտրականություն կա իշխանության եւ ընդդիմության մեջ, ազգային ժողովի նախագահային մարդասպանության ծեծով սպանության հասցնելու մասով մարդը միջև հիմա նստած չի, դուք խոսում եք իշխանության եւ ընդդիմության տարանջատման մասին, բազմաթիվ գործեր կան, վերջերս վարչապետի վրա խնձոր նետած քաղաքացին է արդարացվել, դուք խոսում եք խտրականության մասին, այո, այսօր նախաքննական մարմիններից սկսած վերջերս դատարանները այնքան անկախ են Հայաստանի Հանրապետությունում, որքան անկախ չեն եղել ոչ ձեր, ոչ էլ նախորդ իշխանությունների օրոք։ Մյուս մասը Տիկին Թովմասյան, հայհոյանքը քաղաքական կատեգորիա, ես լիովին համաձայն եմ մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որ պետք է զուսպ լինենք, բայց ես ապշում եմ այն տեսանկյունից, որ մարդը խոսում է զսպվածության, քաղաքական էթիկայի մասին եւ մի հատ իր շուրջը չի նայում։ Նույն խմբակցության մեջ նենց падգամավորներ ունեք, որ նենց տեքստերով, նենց ելույթներ են ունենում, որ կարելի է գնալ կախվել ուղղակի այդ ելույթներից։ Խնդրում եմ, հորդորեք ձեր կողքը նստած, անմիջապես կողքը նստած քաղաքական դեմքին, որպեսզի ինքը ունենա այդ զսպվածությունը, որպեսզի ինքը երբևիցե նույն լեզվամշակույթով հանդես չգա խորհրդանում։ Եվ այո, ոչ միայն խորհրդանի մասին է խոսքը, սիրելի լրատվամիջոցներ, խոսքս եւ հորդորս ուղղում եմ ձեզ։ Մենք անցել ենք բոլոր սահմանները որպես հասարակություն, ոչ միայն քաղաքական առումով, իրար վիրավորելու, ատելության խոսք, սպառնալիքներ տարածելու մասով։ Կան լրատվամիջոցներ, որոնք հեռացնում են իրենց մեկնաբանություններից նման խոսք պարունակող հայտարարությունները։ Կան լրատվամիջոցներ, ուղղակի հայտարարություն են գրում, որ կհեռացնենք, բայց չեն հեռացնում, որ իրենց ձեռնտու է հեռացնում են, որը ոչ։ Ես անգամ տեսել եմ լրատվամիջոց, որ ինքն է լայվի տակ մոռացել է account-ը փոխի, ինքն է լայվի տակ ատելության խոսք տարածում լրատվամիջոցի անվանման տակ, դա անթույլատրելի է։ Եկեք մենք գոնե, եթե անգամ հարցազրույց եք վերցնում քաղաքացուց, քաղաքական պաշտոնյայից, որը որ ատելության, սպառնալիքի հայհոյանք է պարունակում իր մեջ, մի տեղադրեք այդ հարցազրույցները։ Ուղղակի փորձեք դաշտը մաքրել այդ գաղջից, որը հիմա է տիրում։ Տիկին Թովմասյան, սա նաև վերաբերվում է ձեր վերահսկողության տակ գոյություն ունեցող լրատվամիջոցներին։ Հաջորդը սահմանական դատարան իշխանության շահը։ Ես ասում եմ, հորդորում եմ ջնջել մեկնաբանությունները, որն է վերաբերվում։ Մի վարքյան, սպասեք։ Ես չասեցի ձեզա վերաբերվում, ասի, ձա վերաբերվում է ձեր լրատվամիջոցի, ձեր ենթակայության տակ լրատվամիջոցի խմբագիր, ունի պատասխանատու եւ հայրապետական ճանապարհ, Տիկին Մինասյան, դաստիարակչական բան։ Տիկին դաստիարակչական չէ, հորդորում Տիկին Մինասյան եւ Տիկին Թովմասյան։ Ես իմ ելույթն եմ ունենում, ինձ մի ընդհատեք։ Ու մի թույլ տվեք, որ ինձ ընդհատեն։ Կդիմեմ։ Հարգելի գործընկերներ, Հնարիկ ջան, լավ, ուրիշ տարբերակ չի լինի։ Կապված ապատեղեկատվությունը հերքելու։ Եթե հիմա չվերադառնաք բնականon հուն, ես ընդմիջում կհայտարարեմ։ Տիկին Մինասյան, ես ընդմիջում կհայտարարեմ։ Խնդրեմ Տիկին Մինասյան։
Սահմանադրական դատանի որոշումը մանիպուլացնելը։ Տիկին դատախազ կխնդրեմ խոսքի վերջում իհարկե վերաբերում է ապօրինի գույքին դրա համար կարող եք մեկնաբանել, բայց Սահմանադրական դատանը ինչպիսի որոշում է կայացրել եւ արդյոք այնտեղ արկա է իշխանության շահը թե ոչ, որովհետեւ էս էլ էր հստակ մանիպուլյացիա եւ վերջում կներեք տիկին դատախազ, որ իմ ամբողջ ելույթը նվիրեցի մեր ընդդիմության ներկայացուցիչների հակադարձելուն, բայց քանի որ նրանք ընդհանրապես տեղադրում են իրենց ելույթները ու հակադարձումները ոչ միտեղ իրենց նաև լրատվամիջոցներում չի հայտնվում, ես կխնդրեմ այս հնարավորությունից չէի կարազրկվեի, որ ընդդիմության մանիպուլյացիաներին արձագանքեի։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար եւ նաև զեկույցի համար։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, խորհրդարանը ասենց ասեմ, պարզ հարթակը չի եւ ամենապարզ մարդիկ չեն հավաքված այնտեղ, որովհետեւ մենք կարողանանք պարզ քննարկում ունենանք, դին գլխավոր դատախազ, սա է հասարակության այն հայելին, որ մենք ունենք եւ մենք դրա շրջանակներում պետք է անդրադառնանք նաեւ ձեր գործունեությանը։ Հարգելի գործընկերներ, տեսեք, արդարության նկատմամբ զգացողության այդ հարցը մենք քննարկել ենք նաեւ օրերս առաջ տեղի ունեցած մեծ իրավական ֆորում, որտեղ ներկա են եւ իրավապահ մարմինները, եւ հասարակական կազմակերպությունները, եւ դատական իշխանության ներկայացուցիչները։ Այո, արդարության եւ արդարադատության միջեւ ունենք խզում, որովհետեւ արդարությունը դա մեր ընկալումն է ինչ-որ գործընթացների բարոյահոգեբանական, արդարադատությունը դա դրան հասնելու այն իրավական գործընթացների համակցությունն է, որի միջոցով հնարավոր է հասնել արդարության զգացման ձևավորմանը։ Հիմա տեսեք, բայց մի օրինակ եմ ուզում բերեմ, որ շատերիդ համար հստակ լինի։ Օրեր առաջ մենք մամուլից տեղեկացանք, որ օրինական ուժի մեջ է մտել մի դատավճիռ, որով անձը, որը մի քանի անձանց սպանության մեջ էր մեղադրվում, դատապարտվել է ՑՄ ազատազրկման։ Հարցը փակվեց, որովհետեւ քննարկում չծավալվեց, որովհետեւ կներեք նորմն է հասկանալի եւ ընկալելի, պատիժն է հասկանալի եւ ընկալելի, իրավիճակն է հասկանալի եւ ընկալելի, որովհետեւ մենք օրենքների ընկալման խնդիր ունենք հասարակության մեջ։ Տեսեք, մենք համարում ենք անբարոյական իհարկե եւ անբարոյական եւ հակաիրավական եւ քրորեն բաժելի սպանությունը, գողությունը, ավազակությունը եւ այլն, բայց օրինակ այլ ծանր հանցագործությունների նկատմամբ նույն վերաբերմունքը չունենք մեր հասարակության մեջ։ Օրինակ կաշառք տալու վերաբերյալ նույն վերաբերմունքը չունենք, կոռուպցիոն ռիսկերի հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ նույն դիրքորոշումը չունենք։ Սա մեր բոլորիս խնդիրն է, թե իշխանության, թե ընդդիմության, թե իրավապահ մարմինների։ Կներեք էլի, հազար ներողություն էլի, մենք ոնց ենք անվանել կաշառակերին տարիներ, ասում են բաշարումը անում է, բաշարելու վրա է։ Դու էլ բաշարի, դու էլ արա։ Մենք չենք փոխել այդ ընկալումը։ Եվ դրա համար շատ դեպքերում, երբ որ անձը հայտնվում է քրեակատորական հիմնարկում կամ վերջինս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել, որը տրադիցիոն ավանդական դարձած հանցավորության հետ կապ չունի, մարդիկ չեն ընկալում, թե ինչու համար այս մարդը հայտնվեց ճաղերի հետևում։ Ինձ թվում է բոլորս համար ընդունելի պետք է լինի այն, որ ընտրակաշառք տալը դա ծանր հանցագործություն է ժողովուրդ ջան, եւ դրա համար անձիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Վերցներն էլ պետք է դիտարկվի որպես անթույլատրելի, որովհետեւ դա խեղաթյուրում է այն, ինչ որ պարոն Մինասյանը անվանում է իրավունքի գերակայություն։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքի գերակայությունը փոխադարձ իրար հետ պետք է գնան եւ առանց դրա մենք չենք կարողանալու բան փոխենք։ Այո, մենք օրենքների բացատրելու, քրեական օրենսդրությունը շատ ավելի հստակ մատուցելու, իրավական օրենքը բարոյական օրենքի հետ համահունչ դարձնելու խնդիր ունենք եւ պետք է շարունակենք այս գործընթացը։ Հանցավորության աճի խնդիրը կներեք մանիպուլացնում ենք էլի։ Իրոք շատ ենք մանիպուլացնում այս խնդիրը։ Այո, կա հանցավորության աճ որոշ ոլորտներում, սա մտահոգում է բոլորիս, բայց մենք չպետք է այդ լատենտայնության նվազումը, որը հանգեցրել է հանցագործության դեպքերի ասենց ասեմ էլ ֆորմալ շատացմանը դիտարկենք որպես իրականում հանցավորության վիճակի փոփոխություն։ Սա կարևոր է նախ եւ առաջ ժողովուրդ ջան, մեր հասարակության համար, մեր երկրի համար, մեր իրավապահների համար, մեր երկրի իմիջի տեսանկյունից։ Ինչքան արեք ուզում եք ամեն օր հելնենք խոսանք, որ Հայաստանում հանցավորությունը հասել է աննախադեպ մակարդակների։ Ինչի է սա հանգեցնելու։ Ոչ մի բանի։ Բայց սա չի նշանակում իհարկե, որ մենք պետք է աչելուր չլինենք հանցավորությունների արձանագրմանը եւ իհարկե մենք պետք է անդրադառնանք հանցագործությունների բացահայտելիությանը։
հանցավորության աճը հասկանալի է, բայց բացահայտելիությունն էլ պետք է հասկանանք։ Ընդ որում բացահայտելիությունը ոչ միայն մեղադրյալի բացահայտելն է, այլ նաև վերջնական դատական ակտ ունենալն է։ Սա միայն գլխավոր դատախազի խնդիրը չի։ Ուրիշ խնդիր ունենք, արեք սրա մասին խոսենք, էլի բաց, Ժորժ ջան, այսքան խոսում ենք թմրամիջոցների մասին, բոլորը, ընդդիմություն, իշխանություն, այսքան խոսում ենք ապօրինի զենքի մասին։ Նստում ես միտը, մեկ կողքդ նստում ասում, հենց հիմա կարամ, հենց հիմա կկապնվեմ, գիտես ինչ կա, զենք էլ կբերեն, էսը կբերեն, ասում զանգի։ Պատրաստ է զանգի, եսեք զանգեմ ներքին գործերի, նախարարին կասեմ, որ համապատասխան ստորաբաժանումը գա, եւ մենք իրար հետ ցուցմունք կտանք, բացահայտենք հանցագործություն։ Ոչ, ես պատրաստ չեմ, որովհետև հասարակություն չի ուզում համագործակցի։ Ընդ որում սա երկակի խնդիր է, սա հին ավանդական խնդիր է, որ մեր հասարակությունը բավականին երկար ապրում է, հա, մենք գործ տվող չենք։ Մյուսն էլ տիկին գլխավոր դատախազ արդեն ձեզ դիմեմ, մյուսն էլ կներեք, էլի տուժողի, կրկնակի, վիկտիմիզացիայի խնդիր է։ Տուժողը մի անգամ արդեն տուժել է, որ նկատմամբ հանցագործություն կատարել, ամեն իրավապահ մարմիններում հայտնվելու պարագայում մի հատ էլ այդ բանը ամեն ինչով անցնում է։ Մենք պետք է փոխենք վերաբերմունքը տուժողի նկատմամբ։ Խափանամիջոցների հարցն է շատ քննարկվում, Ժորժ ջան։ Այսքան տոկոս նվազեց, այսքան տոկոս ավելացավ։ Մեզ այնքան տոկոսի նվազումը ավելացումը չի հետաքրքրում։ Սա հարցը այնքան շատ ձեզ չի վերաբերում, որքան դատական մարմիններին։ Մենք ուզում ենք հստակ հասկանանք, էլի, դատական պրակտիկան ո՞նց է գնում։ Այս չափանիշների արկրության պարագայում դատարանը պետք է կիրառի կալանքափանման միջոց։ Մեր համար անհասկանալի է մնում, թե ինչու կոնկրետ մի դեպքի նկատմամբ կիրառվում է այդ կալանքը, մի դեպքի նկատմամբ չի կիրառվում։ Չեմ ուզում, որ մենք հայտնվում ենք մի իրավիճակում, եւ այս մանիպուլյացիաները կապված նրա հետ, որ կալանքը դիտարկում է որպես ցուցմունք կորզելու միջոց, դառնա մամուլում շրջանառվող լուր։ Մենք սրա դեմ պետք է պայքարենք։ Եվ միասնական պրակտիկա պետք է ձևավորենք կալանքի հետ կապված։ Ի վերջո նաև մի հատ է կարևոր բան կա, սա դատական իշխանությանն է մեսիջ։ Ինչքան արագ քրեական գործերը քննվեն, այդքան կնվազի կալանքի որպես այսպես կոչված խափանամիջոցի ազդեցությունը։ Տիկին գլխավոր դատախազ, առիթ ունեցել եմ ձեզ ասեմ սրա մասին եւս մեկ անգամ կրկնեմ։ Իմ կարծիքով դատախազությունը պետք է չափազանց կարևորի գործերի դատական հեռանկարը։ Գործերը, որոնք հայտնվում են դատարանում, պետք է ունենան գործերը, որոնք հարուցվում են, պետք է ունենան դատական հեռանկար։ Եվ շատ կուզենայի, որ ձեր զեկույցի մեջ նաև արդեն նշեցինք, հակիրճ է, օրենսդրին մեսիջ ուղարկեք։ Ինչպես օրենսդրական ակտերի միջոցով մենք կարող ենք նվազեցնել հանցավորությունը, ինչպես կարող ենք պայքարել հանցավորության դեմ, որովհետև կներեք մեր մոտ այլ իրավիճակ է։ Երբ որ մենք տեսնում ենք ինչ-որ ոլորտում հանցավորության դեպքերի աճ, մենք առաջնորդվում ենք հետևյալով՝ խստացնենք պատիժը։ Ուզում եք քրեական օրենսդրությունը փոխենք բոլոր անցանքների համար, տանք ցմահ ազատազրկում։ Իրավիճակը չի փոխվելու։ Եթե մենք չենք կանխարգելում, եթե մենք չենք հասկանում հանցագործության ճարտարապետությունը, մենք չենք կարողանալու խնդիրները լուծենք։ Պարոն Մինասյանը ցավոք գնաց, բայց պետք է նշեմ հետևյալը. Ժորժ ջան, չի կարող Հայաստանի Հանրապետություն լինի Հայաստանի Հանրապետության անունից ընդունված դատական ակտ, որը չկատարվի։ Սա իրավական պետության հենքն է։ Անկախ նրանից հաճելի է դա ինձ համար թե ոչ, հաճելի է մեր ընդդիմադիր թե մեր իշխանական գործընկերների համար կամ որևիցե մեկի համար դատական ակտը պետք է կատարվի։ Պարոն Մինասյանը չկա ստեղ, քննչական մարմինների կարգավիճակին է կանրադառնում։ Հա, համաձայն եմ, Ժորժ ջան, քննչական մարմինների կարգավիճակ, հիմա էլ ես ասեմ, էլի, սահմանադրությամբ է նախատեսված։ Մենք հակակոռուպցիոն կոմիտեն որ ստեղծում ենք, չկարողացանք հակակոռուպցիոն կոմիտեին տալ ինքնավար մարմնի կարգավիճակ, որովհետև ինքը դիտարկում է որպես քննչական մարմին, ինքը ունի այդ կառուցվածքը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերն էլ հարգելի գործընկերներ, ոչ մեկը չեկա, ոչ մեկ այդ առաջարկը չներկայացնեք։ Սա ձեր իրավունքն է, չեմ քննադատում։ Բայց չեք եկել, չեք ասել։ Չէ, ընդդիմության ներկայացուցիչը սահմանադրական խորհրդի նիստերում ունի կարգավիճակ եւ պետք է մասնակցի։ Հա, հիմա չեմ կարող չանդրադառնալ Ժորժ ջան, էթիկայի կանոններին։ Լավ, արեք հիմա ստե շատ անկեղծ լինենք, էլի, խորհրդարանական էթիկայի կանոնների հետ կապված։ Դա մյուս հարցն է, բայց որոշ բաներ կա, որ պետք է բանան։ Արդյոք մենք ձեր հետ միասին կարողանում ենք ձևավորել քաղաքական մշակույթ։ Չեն կարող այդ մշակույթը ձևավորել։ Այս հարցը Տիկին Թովմասյան, ես փոխեմ մյուս հարցը քննարկում, որովհետև շատ կարևոր է, բայց տեսեք, դուք ինքներդ եք բարձրացնում այս քննարկման ընթացքում, ասում եք SSS պատգամավորները հայհոյանք տվեց։ Լավ չի, խորհրդարանի շենքում հայհոյանքը պիտի չլսվի ընդհանրապես։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, տեսեք, ասեցիք, որ
դուք փորձում եք միջամտեք, կանխեք, զսպեք եւ այլն, այո, փորձել եմ եւ հուսամ կարողացել եմ, բայց ինձ մի բան կարակ բացատրեք, էլի օրինակ, երբ որ ես գալիս եմ, փորձում եմ զսպեմ բոլորը, երբ որ պարոն Մինասյանը փորձում է զսպել բոլորը եւ պատգամավորներից մեկը հեռախոսը միացած նկարում ասենց, էլի, Չէ, ես ուրիշ բան եմ ասում, տեսեք, եթե նկարում է, ես ավարտեմ Տիկին Թովմասյան, թույլ տվեք։ Գիտեք, հիմա դուք ուզում եք քննադատել, որովհետև 3 պատգամավոր են նկարել, որոնցից մեկը ես եմ, ու ես չեմ կարող չարձագանքել։ Դե ձեզ չեմ տես ուրիշ բան։ Ես էլ եմ նկարել ու ես ասում եմ նկարել եմ, տվել եմ լրագրողներին, լավ եմ արել, որովհետև եթերը անջատվում է։ Հանրությունը պիտի տեսնի ով ինչ լեքտի վարքագիծ է դրսևորում։ Դահլիճում։ Թույլ տվեք ավարտեմ 1, երկրորդը։ Սա էլ է վերաբերմունք, որովհետև եթե դու նպատակ ես հետապնդում կանխես, բոլորը պետք է կանխեն միջադեպերը։ Նիվարք են սպասեք։ Մարդու ձեռից բռնելը շատ դեպքերում ավելի արդյունավետ է, քան նկարելը, թե տեսեք ինչ եղավ։ Բայց սա ձեր ընտրությունն է, պարզապես ես ուզում գնահատական ինչեստեմ։ Վերջի հարցը, որին կարողանամ սանուկ սահմանափակում, Ժորժ ջան, ցեղասպանության ուրացման դեպքերը ինչ եք այդ կան ուղղացնում։ Երբևիցե տեսել եք Հայաստանի Հանրապետություն որևիցե մեկի, որը ուրացել է հայոց ցեղասպանությունը, ուրացել է վերջինիս որակումը։ Կարանք անընդհատ խոսենք սրա մասին։ Ասում ենք, այս հոդվածով քրեական գործ երբևիցե հարուցվել է, ես երբեք չեմ տեսել որևիցե մարդու Հայաստանի Հանրապետություն, որ ուրացել է հայոց ցեղասպանությունը։ Պարզը չէ, որ քրեական գործը չի հարուցվել դրա հետ կապված։ Տիկին գլխավոր դատախազ, ինչպես ձեր ընտրության օրը հանձնաժողովի կողմից, այնպես էլ հիմա պետք է կրկին հաղում կատարեմ իմ կողմի շատ սիրելի գեղարվեստական ֆիլմին, երկնային թագավորությանը, որտեղ կա շատ հստակ ձևակերպում։ Դուք ասացիք, որ դուք եք շատ սիրում այդ ֆիլմը եւ առաջնորդում եք դրանով։ Ցանկացած իշխանություն, ցանկացած անձ կարա ցանկացած անձի պարտադրի ամեն ինչ, բայց յուրաքանչյուր ոգ պատասխանատվություն է կրում օրենքի իման վրա այնտեղ իր խղճի իման վրա եւ սա շատ կարևոր մեսեջ պետք է լինի մեզ բոլորիս համար, որովհետեւ գլխավոր դատախազությունը ապահովում է այն կարևոր հենքը, ինչը մենք անվանում ենք օրինականություն, առանց որի հնարավոր չի ապահովել իրավունքի գերակայություն եւ առանց որի հնարավոր չի ապահովել ժողովրդավարությունը այս երկրում։